Բարև ձեզ, ես մանկական քիթ-կոկորտ ականջաբան Աննա Արկադիայդինյանն եմ եւ այսօր կներկայացնեմ հետվիրահատական խնամքը տոնզիլեկտոմիայից հետո։ Շատ ծնողներ վախենում են, երբ լսում են նշագեղձերի հեռացում արտահայտությունը, սակայն շատ դեպքերում նշագեղձերի հեռացումը ոչ թե վնասում է, այլ պաշտպանում է երեխաների առողջությունը։ Երբ է անհրաժեշտ կատարել տոնզիլեկտոմիա, տոնզիլեկտոմիան կատարում են, երբ երեխաները ունենում են հաճախակի թարախային անգինաներ, քրոնիկ տոնզիլիտ, որը չի բուժվում, երբ կա բարդությունների վտանգ կապված սրտի, հոդերի եւ երիկամների հետ։ Վիրահատությունից հետո սննդի ընդունումը կարելի է 1.5-ից 2 ժամ հետո։ Վիրահատության օրը թույլատրելի սնունդն է թթվասեր, յոգուրտ եւ վանիլային պաղպաղակ։ Բացի դրանից նաեւ ջուր եւ բնական հյութեր, որոնք չպետք է լինեն ցիտրուսային։ Վիրահատության առաջին երկրորդ օրը պետք է պահպանել անկողնային ռեժիմ, իսկ 3-ից 14 օրերի ընթացքում տնային ռեժիմ։ Վիրահատության հաջորդ օրերին երեխաների մոտ կարող են լինել հետևյալ գանգատները, որոնք համարվում են հետվիրահատական նորմա։ Դրանք են կոկորդային ցավ, որոնք ուժեղանում են կլման ակտի ժամանակ եւ կարող են ճառագայթել դեպի ականջ։ Երեխաները կարող են ունենալ ջերմություն մինչև 38 աստիճան, բերանից ունենում են տհաճ հոտ եւ վիրահատական վերքերի վրա ունենում ենք սպիտակ փառեր։ Ինչ է խորհուրդ տրվում հետվիրահատական ընթացքում։ Օգտագործել առատ հեղուկներ, ոչ տաք վիճակում, այսինքն սենյակային ջերմաստիճան պյուրե, շիլաներ, ապուրներ, պետք է խուսափել կոշտ սնունդ ընդունելուց, արևածաղկի սերմեր, ընդեղեն, հացի կեղևներ, ինչպես նաև տապակած սնունդը, կարտոֆիլ, կոտլետ եւ չպետք է օգտագործել գազավորված ըմպելիքներ։ Հետվիրահատական շրջանում նաև օգտագործում ենք ցավազրկողներ եւ ջերմիչեցնողներ, որոնք պարունակում են պարացետամոլ, օշարակի կամ մոմիկի տեսքով։ Իբուպրոֆեն եւ ասպիրին պարունակող դեղերը հակացուցված են, քանի որ նրանք մեծացնում են արյունահոսության վտանգը։ Պետք է ուշադրություն դարձնել նաև երեխաների աղիքների աշխատանքին։ 2 եւ ավելի օր աղիները չգործելու դեպքում պետք է օգտագործել գլիցինային մոմիկներ։ Լողանալ կարելի է ամեն օր ոչ շատ տաք ջրով, առանց գլուխը լվանալու։ Երեխաները կարող են անցնել իրենց բնականոն առօրյային վիրահատությունից 14 օր անց։ Վիրահատությունը հիմնականում կատարվում է 4 տարեկանից բարձր երեխաների մոտ։ Ծնողները պետք է անմիջապես դիմեն բժշկի, եթե նկատում են երեխայի մոտ բերանից արյունային արտադրություն, ուժեղ ցավեր, ջերմության բարձրացում 38 աստիճան եւ ավել, եւ երեխան հրաժարվում է ուտելուց եւ հեղուկներ ընդունելուց։ Այսպիսով, մանկական տոնզիլեկտոմիան ճիշտ ցուցումներով կատարելու դեպքում օգնում է երեխային ավելի քիչ հիվանդանալ եւ ապրել ավելի լիարժեք կյանքով։ Ծնողի հանգստությունը, բժշկի խորհուրդներին հետևելը օգնում է երեխային շուտ վերականգնելու եւ անցնելու իր բնականոն կյանքին։ Եղեք առողջ եւ տեղեկացված։